Անկախությունն է հայ ժողովրդի համընդհանուր ձեռքբերումն է։ Հաճելի է գիտակցել, որ դու ազատ, օտաների լծից անկախ երկրի քաղաքացի ես։ Առավել հաճելի է, երբ գիտակցում ես, որ զինվորն ես այն բանակի, որի վրա է նախ եւ առաջ դրված այդ ազատության ու անկախության պաշտպանման սուրբ պարտականությունը։ 23 տարի առաջ սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վճռական այո ասաց, կերտելով մեր երկրի անկախությունը։ Հայաստանի անկախության 23-րդ ամյակի նվիրված տոնական միջոցառում էր կազմակերպել նաև Գորիսում։ Գրիգոր Տաթևացու անվան հրապարակում բոլոր նախակրթարանների սաները հանդես եկան համերգային ծրագրով։ Այսօր պատահական չէ, որ մեր այս տոնին մասնակցում են մեր զինվորականներն ու մեր մանուկները, քանի որ մենք անկախությունը նաև կառուցում ենք, որպեսզի փոխանցենք մեր հաջորդ սերունդին եւ մենք պարտավոր ենք մեր սերունդներին փոխանցել ավելի բարեկեցիկ, ավելի լավ պետություն։ Իսկ դա կարող ենք անել նորից եմ կրկնում մեր ամենօրյա աշխատանքի շնորհիվ։ Տոնական հավաքի ժամանակ ողջունելով ներկաներին Գորիսի Զորամասի հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Ալիկ Բաբայանն ընդգծել է, որ անկախությունը հեշտությամբ չի տրվել հայ ժողովրդին, իսկ այդ ընթացքում կարևոր ձեռքբերում էր նաև հայոց բանակի ստեղծումը։ Անկախության 23 տարի պետության պատմության մեջ քիչ ժամանակահատված է, բայց այն կերտող սերնդի համար դա պայքարի ու տքնաջան աշխատանքի, նաև զրկանքների հաղթահարման օրեր, ամիսներ ու տարիներ են։ Այդ տարիների մեր ամենակարևոր ձեռքբերումներից մեկն եմ համարում հայոց բանակի, ազգային բանակի ստեղծումը, որը շուտով նույնպես կբոլորի 23-րդ տարին։ Անկախությունը եւ բանակն իրարից անբաժան են։ Անկախությունը աչքի լույսի պես է պետք պահել, հենց անկախության միջոցով է, որ հնարավոր է կենսագործել ազատ ինքնորոշման իրավունքը։ Մեր սերունդը ծնվել է անկախության մեջ եւ անկախություն պահել արդեն իսկ առաքելություն է, առաքինություն։ Ես Աստծուց խնդրում եմ, որպեսզի մեր իշխանավորներին, մեր ժողովրդին, մեր հոգևորականներին, մեր մտավորականներին ամենքին առաքինությամբ զինի, առաքինությամբ շնորհի, որպեսզի կարողանանք պահել եւ պահպանել եւ շենացնել այն ամեն ինչը, որ ավանդվել է մեզ։ Տոնական միջոցառումը Գորիսում եզրափակվել է զինվորական շքերթով, ցուցադրական ելույթներով։